Հայ Ժորիկ ջան։ Ես այդ անոյին սպանելու եմ, այսինքն սպանելն էլ է քիչ մորթելու եմ, որ ինքը Սլավայի պես տղամարդուն իմ խնամու մերժի, հա? Դա որտեղ է գրված։ Դա կատարյալ անխելքություն է։ Բարդը ո՞րն է։ Ժորիկ ջան ինքը չի հասկանում, որ ինքը վերջապես մեծանում է։ Հեսայինին է կապուսնացնի, ու ինքը լավ կմնա մենակ, դες ոնց կլինի ախր։ Շատ իզուր Ժորիկ ջան։ Շատ իզուր։ Չէ, շնորհակալ եմ, իմ դանդաղաշարժ աղջիկը դեռ պատրաստվում է։ Հողերը գլխիս, հա։ Ինչ որ այա, թե Արտուր ինձ խիփախցրեց, մի հատ հարսանիք է չունեցա։ Հա, ինչ էի ասում Ժորիկ ջան։ Անոն, գիտի միշտ ինքը երիտասարդ է մնալու։ Գիտի Սլավիկը իր համար թազադամ սիրային արկածներ անելու, ինքն էլ ամաչելով սերսերի խաղա։ Ու խնդիրը հենց դրանում է։ Դե գիտես ինչ կա Ժորիկ ջան, ինձանից ավանդապահ թո չլինի։ Սրիվ նահապետական հայացքներ ունեմ։ Իրան համել մեկը պետք է, վերջապես, որ խոր ծերության ժամանակ մեկը կողքը լինի, իրար հետ ջան ասեն, ջան լսեն, չայ խմեն իրար հետ։ Այդ կինը վերջապես մի լավ որ պիտի տեսի, թե չէ։ Ստոպ։ Ինձ ականչում, քեզ չի կանչում։ Ինչ է մամայի աղջիկ։ Մամ, ոնց որ մի քիչ նեղում է։ Ինչն է նեղում։ Նորմալ հագել ես։ Հագնելու նորմալն ու աննորմալը որն է։ Հեսա կտենաս նորմալը, աննորմալը որն է։ Ինչ ես անում, մամ։ Ինչ եմ անում, ձգում եմ։ Էսի պիտի սենց նորմալ կապես, որ լինի։ Մի արա, մամ, կխեղդվեմ։ Այդ դրա համար է, որ ասում եմ, բգիտ տիրություն արա մի քիչ, չես հասկանում, ինչ պիտի խեղդվես։ Ասում եմ 1000 անգամ քիչ բգիտ տուր էլի, 5 հատ մատնաքաշը 3 րոպե մարդ կարա ուտի, չեմ հասկանում, իս ինչ է։ Դուս թե ինչ ես անում, անուղեղ, դուս։ Բայց ինձ էս էր դուր գալիս, ոնց որ բրիլիանտ տնի վրեն։ Չուզում ես արա։